Սիրելիներ, ուրեմն այսօր ամբողջ օրը իրականում այնքան մոտս տխրություն կար առավոտնից, հոգիս այնքան տխուր էր, այնքան մտահոգ էի։ Քրերից մեկին մանկուկայոր հետը աղոտ կենեի, բայց Աստված մեկ ուրիշ քրոջ ցույց տվավ ու աղոտ կերեցինք, ու աղոտքի ժամանակ բացեց, թե ինչի համար եմ ես այսօր սկան շատ տխուր։ Ու այդ երկրորդ երեխեն, որ նոր կորել է, երկրորդ մեր Տիգրանը, մեր հայ երեխեն, այնպես խորը ցավ է պատճառ ինձի։ Շատ խորը ցավ, որ երկրորդ երեխեն նորից կկորի, էլի Տիգրան անունով, էլի նույն տարիքին, նույն նմանության, էլի գյուղի մեջ, ցերեկ օրով, իրականում շատ մտահոգեցնող է, ու այսօր, երբ որ Տերս աղոթեցինք ու բացեց, թե տխրությանս պատճառը որն է, որ իմ հայ ազգս է տխուր, ու այդ ծանրություն իմ վրես է իջե, մի ադմ խորը ծանրություն, որ իրականում, չգիտեմ, չեմ կրնա ուրախանամ ոչ մի բանով, տեսեմ։ Այսօր մենք ունեինք ուղիղ ետերով աստվածաշնչյան ընթերցանություն Ակորինթացիս 13 գլուխը։ Ես չգիտեմ Տերս Սուրբ Հոգով կառաջնորդ է, թե չէ, այսօր որպեսզի ես ուղիղ ետերով անցկացնեմ ուսմունքի ծառայությունը, բայց ես կտեսնեմ, որ Աստված ինձ կտանի աղոթքի։ Ցույց տվա, որ ես պիտի բարեխոսեմ հայ ազգի համար, այդ ընտանիքի համար, մյուս Տիգրանի ընտանիքի համար, որի հայրն էլ չդիմացավ ցավից ու մահացավ։ Շատ ողբերգություններ տեղի կունենա, ու շատ կարևոր որ մենք բոլորս ուղղակի համախմբվենք, միաբանվենք ու աղոթենք մեր հայ ազգի համար, մեր բոլոր երեխեքի համար, որոնք որ այսօր էլ շատ շատերը կործանված են հեռախոսների մեջը մտնելով, անջատված սաղորը հեռախոսների մեջ են ժողովուրդ ջան։ Պարզապես արեք աղոթենք, ես երբ որ կաղոթեմ Տիրոջից պատասխաններ կստանամ, աղոթենք, խնդրենք, որպեսզի այդ երեխեն գտնվի, այդ երեխի ընտանիքը մխիտարվի, գյուղացիները վախի մեջ են, հայ ժողովուրդը վախի մեջ են, իրոք ինչ կկատարվի, սարսափելի է։ Հայր խոնարհվում ենք քո փառքիդ, գահիդ, մեծության դառաջ բերելու մեր սրտերը կհանձնվին քեզ ամբողջությամբ։ Տեր ջան, կխնդրեմ ու կաղաչեմ, որպեսզի քո Սուրբ Հոգով դառաջնորդես, որ ես աղոթեմ քո Սուրբ կամքիդ պես, որովհետև ես ինքս չգիտեմ ինչպես պիտի աղոթեմ, բայց դու աղոթիր իմ միջից։ Եվ այս խորը տխրությունը, որ առավոտնից իմ վրա է իջած, վերցրու իմ վրայցս։ Տեր ջան, մեր հայ ժողովրդին տարավ աշխարհության։ Ծնկի փերքո առաջը Տեր ջան։ Սովորեցրու քո ճանապարհների մեջ ճշմարտության մեջ քայլեն։ Դարձրու իրանց սրտերը թեպի քեզ, Տերս։ Ժողովուրդդ քեզանից հեռացել են, Տերս։ Դռներ են բացել անեծքի։
Այս դու նրանց հետ ես կանչում ասելով ես ձեզ սիրում եմ, ետ դարձեք սիրելիներս։ Դու ցավ ես ապրում ամեն մեկի համար, ով քեզանից հեռաց ու զատվել է։ Դու գիտես, թե ինչ է կատարվում հիմա հայ ժողովրդի ներսում, վախ, քաոս, խուճապ, իրարանցում, հուսահատություն ու հիասթափություն։ Այցելիր ամեն մեկին անձամբ Տերս։ Բժշկիր ամեն մեկի սրտի ու հոգու վերքերը Հիսուսս։ Դարձրու քո երեսդ հայ ժողովրդիս, Հայրս։ Թող ոչ մի ծնող իր երեխայի վիշտը չսկա, Հայրս։ Կբիր ամեն մեկին Տերս լցրու քո սուրբ ներկայությունովդ, ուրախությունովդ, խաղաղությունովդ։ Մենք քո կարիքն ունենք, մենք բոլորս քո կարիքն ունենք, մենք քո օգնությանդ կարիքն ունենք, մենք ողորմության կարիք ունենք, մենք սիրո կարիք ունենք, մենք ներման կարիք ունենք, մենք բժշկության կարիքն ունենք, մենք ազատագրման կարիքն ունենք։ Հալելույա, Տերս, փառք քեզ, 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 Տերս։ Քո սիրտը ցավում է մեզ համար, Հայրս։ Քո սիրտը ցավում է մեզ համար, Տերս։ Եթե ծնողը սկում է հիմա իր երեխայի կորուստը, ապա մենք բոլորս քո երեխաներդ ենք, որքան է քո սիրտը ցավում, որ մեր ժողովրդից, քո երեխեքից շատ շատերը քնում են թժող։ Դու ուզում ես, որպեսզի նաև մեզ հասկացնես քո սրտի ցավը, թե ինչ կնշանակի լինել որտե կորույս ծնող։ Հալելույա, Հիսուսս, փառք քեզ, Տերս, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, բոլորիս ներե Տեր ջան, որ մենք քեզի ցավ կպատճառենք։ Հայ ազգիս ներե Տերս, որ ցավ կպատճառենք։ Ողորմե մեզի Տերս, ողորմե ու ապաշխարությամբ էր Տերս, դարձիվ էր Հայրս, մենք ամեն մեկս խոնարհվում ենք քո առջև, Հայրս, խոնարհվում ենք ու խնդրում ենք ներես մեզ ու բնակվես մեր սրտի մեջ ու դառնաս մեր բոլորիս առաջնորդը, Տերն ու Փրկիչը։ Մենք քոնն ենք, քո արոդիդ ոչխարներն ենք, քո օգնությանդ կարիքն ունենք, քո սիրոդ կարիքն ունենք, քո մխիթարությանդ կարիքն ունենք, քո ներմանդ կարիքն ունենք, բժշկությանդ կարիքն ունենք, մենք քո կարիքն ունենք, հավիտյան Տերս։ Հայր, հիմա այցելիր ամեն մեկին, ովքեր շատ վախեցած են, անհանգիստ են, ամեն մեկի խաղաղեցրու, հանգստացրու Տերս։ Ու հալելույա, Հիսուսս, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, արժանի ես փառքերի Տերս։ Հալելույա, Հիսուսս, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ։ Հալելույա, հալելույա, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ, փառք քեզ։ Քանունդ սուրբ է Տերս, քանունդ սուրբ է Տերս, քանունդ սուրբ է Հայրս։ Այդ երեխի համար կաղաչեմ Տեր ջան, այդ երեխին վերցրա քո սուրբ ձեռքերիդ մեջ, քո սուրբ ձեռքերիդ մեջ Տեր ջան։ Այցելիր ընտանիքի անդամներին ու փեշխատարյալ ապաշխարության, ազատագրման ու բժշկության։ Խաղաղեցրու ամեն մեկիս միտքը, սիրտը, հոգին,
դեռ չէինք փորձեմ մոռանալ մեր մյուս փոքր երեխին, Տեր ջան, երկրորդ հարվածը նորից։ Տեր իրոք ես զգում եմ, թե իշքոն է ցավում քո հոգիդ, երբ դու անընդհատ կորցնում ես քո զավակներիդ, իրանց բարդության, անհնազանդության պատճառով։ Դարձրու քո երեսդ մեզ, Տերս, դարձրու քո երեսդ մեզ, Հայրս, այցելիր ամեն մեկիս, Տերս, ամեն մեկիս երեխաներին, ամեն մեկիս ընտանիքի անդամներին, մեր հարազատներին ու բարեկամներին։ Տեր ջան, այցելի իմ ծանր հիվանդ մորս էլ, որը շատ ծանր վիճակի մեջ է, Ներեի ջան, իր գիտագից ու անկիտագից մեղքեր ու սխալների համար, ու բժշկե ու ոտքի հանտեր ջան, բժշկե ու ոտքի հանտեր ջան, բայց թող ես անգամ բժշկվի ու կենթանանա քեզի համար ապրելու համար, Տերս, շատ կուզենամ, որ դու իրան էլ այցելես, Հիսուսս, այցելես իրան ու խոսաս իրա հետ ու ցույց տաս ճշմարտությունն ու կյանքը, որպեսզի ինքը ապրի քո փառքիդ համար ու քո անունիդ համար, Տերս, կաղոթեմ բոլորի հիվանդ ծնողների համար ևս, որոնք ծանր հիվանդությունների մեջ են ու երեխաները ցավ կքաշեն, ամեն մեկին բժշկես, Տերս, ամեն մեկին այցելես, Տերս, ամեն մեկին մխիթարես, Տերս, հալելույա, Հիսուսս։ Դու ամեն երեխիդ կկանչես իր անունով, դու ամեն մեկին ավելի լավ կճանաչես, քան մենք ինքներս մեզ, Տերս, փառքես, 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 Հիսուսս, արժանի ես փառքի, Տերս, արժանի ես պատվի, Հայրս, քո անունդ սուրբ է, 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 սուրբ, 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 հավիտյան փառքերի ես արժանի։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս, ամեն։ Սիրելիներ, եթե Տերը չառաջնորդեց, այսօր ուղիղ եթեր չեմ մտնի ժամը 6-ին, իսկ եթե առաջնորդեց, ուրեմն ուղիղ ժամը 6-ին ես կմտնեմ ուղիղ եթեր ու կկաշտանք Ա Կորինթացիս 13-րդ գլուխը, սիրո մասին, ինչքան կարևոր որ քրիստոնյան սեր ունենա։ Թող Տերս փառավորվի մեր բոլորիս կյանքերում, ու մենք ամեն մեկս Աստծուն մեր կյանքերի մեջ պարզապես տնենք առաջի տեղը, որովհետև Տերն է մեր լույսն ու փրկությունը ու ապավենն է մեր կյանքի։ Եվ երբ որ մենք Տիրոջը կունենանք մեր կյանքի մեջ, մենք էլ ոչ մի բանից երբեք չենք վախենա։ Սկանը սիրելիներ, աղոթեք, որ եթե Տերս կկամենա, որ ուղիղ եթեր մտնեմ ու ծառայություն անցկացնեմ, միասին Աստվածաշունչ կաշտանք, քննարկենք Ա Կորինթացիս 13 գլուխը, ուրեմն ինձ ուշովացնե, զորացնե ու պատրաստե, որովհետև ես առանց Տիրոջը
իժոք ոչինչ չեմ կարողանա անել, ոչ էլ ծառայություն անցկացնեմ, սկանը սիրելիներ։